Բայո, եթերում մարդիկ հաղորդաշարն է, եւ այսօր խոսելու ենք խալերի մասին, տաղավարում հյուրընկալել ենք մաշկաբան Էդգար Ադելխանյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Խալերը լինում են իծնե եւ առաջանում են ժամանակի ընթացքում, սակայն որոնք են խալերի առաջացման պատճառները։ Խալերը իրենից ներկայացնում են մելանոցիտների պիգմենտի կուտակման հետևանքով առաջացած գոյացություններն իրենցից ներկայացնում։ Խալերը կարող են լինել իծնե եւ կարող են առաջանալ տարիքի հետ։ Կարող են լինել պիգմենտային խալեր, կարող են լինել կապույտ խալեր եւ անգույն խալեր կարող են լինել։ Այդ մի քանի գույնն է, թե եւս գույներ կան խալերի բնորոշ։ Չէ, այդ գույներն են բոլորը։ Մեկ խալը կարող է մի քանի գույն պարունակել իր մեջ։ Իհարկե կարող է։ Դրա համար նաեւ ատիպիկ խալեր կան, որոնք միշտ պետք է հետազոտել եւ հսկողության տակ առնել։ Ինչպիսի խալերին պետք է մարդիկ ուշադրություն դարձնեն։ Սկզբնական շրջանում, երբ որ խալը սկսում է ձևափոխվել, պետք է անպայման դիմենք մաշկաբանի։ Մաշկաբանը կատարում է դերմատոսկոպիկ քննություն։ Դերմատոսկոպիկ քննության արդյունքում արդեն տեսնում ենք, որ եթե խալի կա ձևափոխում, չափերի մեծացում, գունափոխում, մենք բուժառուին արդեն զգուշացնում ենք, որ պետք է այն պարբերաբար հսկվի։ Եթե արդեն մելանոմայի կասկած կա, որը չարորակ ուռուցք է իրենից ներկայացնում, անհապաղ պետք է այն հեռացնել։ Քանի որ 95% դեպքերում, երբ որ մելանոման վաղ փուլում է հայտնաբերվում եւ հեռացվում, կյանքը կարող է փրկվել բուժառուի։ Դրա համար շատ կարևոր է խալերի հետազոտությունը անպայման կատարել դերմատոսկոպիկ քննություն, որովհետև դա իրանից ոչ մի վնասակար գործողություն չի ներկայացնում։ Բայց խալը կյանքի ընթացքում կարող է մի քիչ մեծանալ կամ չգիտեմ, տեղաշարժվել, թե ոչ։ Այո, կարող է վնասվելու հետևանքով կարող է ձևափոխվել, կարող է մեծանալ, բայց ոչ բոլոր խալերը կարող են չարորակացման ենթարկվել։ Դրա համար եմ ես ասում, հենց ինչ որ ձևափոխություն նկատվում է, պետք է անպայման դիմել բժշկի։ Կա տեսակետ, որ եթե 50-ից ավելի խալ կա մարմնին, ուրեմն այստեղ արդեն վտանգ կա հենց ձեր ասած մելանոմայի կամ կրծքագեղձի հասկերի հետ կապված, այդպես է։ Դրա համար պետք է պարբերաբար ստուգվել։ Օրինակ, խալերը կարող են հասունացման հետ շատանալ եւ կարող է արևայրուկը նաեւ բերել խալերի շատացմանը։ Դրա համար միշտ զգոնություն ենք այդ հարցում ցուցաբերում, որ արևապաշտպաններ պետք է օգտագործել ճիշտ ժամանակին, պետք է բաց մաշկով դուրս չգալ արևի ուղղճառագայթների տակ լինել, 11-ից մինչև 4-ը պետք է այդ պիկ ժամին արևից խուսափել։ Այսինքն այդ տարածված 50 թիվը դա ճիշտ է, թե հենց այնպես թիվ է։ Ինքը բացարձակ ոնց որ նկատառում է եւ հստակ չէ, որ այդպես կարող է լինել, որ մարդու մոտ 50 խալ ունի, կարա չարորակ լինի։ Ես բուժառու եմ ունեցել 100 ավել ա եղել, բայց ոչ մեկի մոտ մենք մելանոմա չենք հայտնաբերել։ Բայց բուժառու եմ ունեցել, որ մեկ խալ ա ունեցել եւ հետազոտել ենք եւ մելանոմա է հայտնաբերվել իր մոտ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները խալերին վնասում են, թե խալերին առաջացնում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներից կարող են եւ առաջանալ եւ կարող են խալը ձևափոխել, այսինքն դարձնել չարորակ ուռուցք։ Բայց այդ դեպքում ինչ անեն, որ չվնասի։ Դրա համար անպայման պետք է արևապաշտպաններ օգտագործել եւ սոլարիներ, ուղիղ զագարներ քիչ ընդունել, որպեսզի խալը չձևափոխվի արևի ուղիղ ճառագայթների ներքո։ Ես իդեպ կարդացել եմ, որ հենց սոլյարին բացասաբար է ազդում խալերի դեպքում։ Իհարկե ճիշտ եք նշում, այդպիսի դեպքեր բազմաթիվ, մի ժամանակ սոլյարիները ամենուր կար եւ սկսվեցին այդ process-ները, որ չարորակ ուռուցքներ էին մարդկանց մոտ հաճախակի հայտնաբերվում, փառք Աստծո, հիմա այդ գիտակցությունը մտավ մարդկանց մեջ եւ սկսեցին չգնալ այդ սոլյարիների տակ
զագար ընդունելու։ Արևայրուքից որ խոսում եք, դե ընդունված է, չէ, գնանք ծով, արևայրուք եւ այլն եւ այլն։ Հատկապես երեխաների դեպքում է դա վտանգավոր եւ հանգեցնում է հետագայում խալերի չարականացման, թե բոլորին է վերաբերում։ Չէ, բոլորին է վերաբերվում, որովհետեւ երեխաները հենց զգայուն է մաշկը եւ ամեն փոքր դրսևորման ժամանակ նաեւ կարող է առաջանալ խալ եւ խալը կարող է ձևափոխվել։ Դրա համար միշտ խորհուրդ ենք տալի արևապաշտպան օգտագործել, երբ դուրս են գալիս արդեն հյուրանոցից, գնում են լողափ եւ 2 ժամը մեկ թարմացնել անպայման։ Քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներից էինք խոսում, հիմա էլ տարածված է դիոդային լազերային մազահեռացումը։ Ճիշտ է, այդ գործը կատարողները երբեմն մատիտով հատուկ փակում են խալերը, բայց դա ինչ որ ձևով պաշտպանում է խալը, թե ամեն դեպքում այդ ճառագայթը կարող է ազդել։ Հստակ ապացուցողական ոչինչ չկա այդ դիոդի վնասակարության, բայց ըստ ինձ շատ են դիմում պրոցեդուրայից հետո, երբ որ խալը վառված գալիս են արդեն իմ մոտ։ Հետազոտում ենք արդեն պարբերաբար բուժառում գալիս է մեզ մոտ, նայում ենք, երբ որ ինչ որ կասկածելի բան է լինում, արդեն հեռացնում ենք խալը։ Այսինքն այդ ճառագայթները ամեն դեպքում վնասում են։ Եթե բարձր հաճախականությամբ ազդում է եւ լավ չեն քողարկում, այո, կարող է վառել, այրել խալը։ Այդ նույն սրահներում հաճախ առաջարկում են խալերը հեռացնել։ Որքանով է ճիշտ։ Կոսմետոլոգիական կենտրոններում կատարվելիք պրոցեդուրաները կամ հեռացումները, որոնք չի կարելի բացարձակ այդպես մոտեցում ցույցաբերել, որովհետև անզեն աչքով նայում են եւ փորձում են ինչ-որ կատարել հեռացում։ Հենց մի քանի օր առաջ պարզ օրինակ բուժառը եկել ինձ մոտ, ասեց բժիշկ ջան, այս պապիլոմաս իմ մոտ բանա վարսավիրանոցում ասցին հեռացնենք, ասեցի չէ, գնամ բժիշկը կնայի ու ես դերմատոսկոպիկ քննություն կատարելով կասկած եղավ ինձ մոտ, որ այստեղ կարող է լինել տափակ բջջային կարցինոմա։ Ասեցի բերեք շատ հյուսվածքաբանական հետազոտություն կատարենք եւ հասկանանք ինչա եւ ես ճիշտ էի, բայց ինքը զարմանում էր, ասում էր բժիշկ ջան, այդ դեպքում բա ոնց են ասում նայելով հեռացնում են։ Ասեցի շատ վատ է այդ նկատառումը, որովհետեւ դա իր բացասական հետևանքները կարող էր հետո թողնել ձեզ վրա։ Դրա համար ես միշտ դեմ եմ այդ անզեն աչքով եւ կոսմետոլոգիական կենտրոններում կատարվելիք այդ միջամտությունները։ Դա պետք է անի բժիշկ եւ անպայման դերմատոսկոպիկ քննությունից հետո։ Հաճախ լսում եմ, որ ասեն, եթե խալի վրա մազ կա, այն անվտանգ է, չի հետագայում չի չարորական, արդյոք այդպես է։ Կա այդպիսի բան, բայց հստակ չէ, որովհետև շատ խալեր կան, հենց ինքը այլ հատվածում, կողքի հատվածում կարող է նաև չարորակացման բերել։ Մեկ էլ ասում են մազը մի պոկեք, թող մնա։ Չէ, մազը պոկել ճիշտ են ասում, որովհետև մազը պոկելով տրավմա են անում խալին։ Եվ դա կարող է բերել հետագա բորբոքման խալի։ Երբ որ մարդը պատահաբար վնասել է խալը, այդ դեպքում ինչպես ինքը իրեն առաջին օգնություն ցուցաբերի եւ որքանով է այս դեպքում խալի համար վատ։ Ոչ բոլոր խալերն են վնասվելով կարող են չարորակացման բերել։ Այդ ուզում եմ մի քիչ հանգստացնել մեր դիտողներին, բայց երբ որ վնասվում է, կարող են հակասեպտիկներով իրանք մշակել, բայց անպայման դիմել բժշկի։ Շատ է լինում դեպքեր, որ նույնիսկ խալեր են լինում, որ մազը փաթաթվում է պարանոցի շրջանում եւ պոկվում է։ Կամ մնալով չեն դիմում բժշկի, սկսում է նեղման process։ Էլի շատ են ինձ դիմում աղջիկները, որոնք վախում են դիմել բժշկի հեռացման համար, բայց վնասվելով էլի չեն դիմում, բայց վերջնական տարբերակը էլի մենք ենք գալիս են ու տեսնում ենք, որ վնասվել է եւ պետք է հեռացնել։ Պատահաբար վնասում են, տեր չեն լինում, բարդացնում է իրավիճակը։ Այո։ Դրա համար ժամանակին որ գան, արդեն մենք այդ հարցը կլուծենք եւ բարդություններ հաստատ չի լինի։ Դա ժամանակին գալու համար չպետք է վախենան, պետք է տարբերակեն, որ խալերն են անվնաս, որոնք այո։ Դրա համար դերմատոսկոպիկ քննությունը շատ լավ տարբերակ է տարբերակելու վատ խալը լավ խալից եւ միշտ հետեւողական։ Տարին մեկ անգամ այդքան էլ ինքը թանկ պրոցեդուրա չէ եւ տարին մեկ անգամ կարող են մոտենալ բժշկի դերմատոսկոպիկ քննություն մենք կկատարենք, հստակ կիմանան իրենց խալի պատմությունը
եւ եթե չարորակացման ինչ որ ռիսկ կա կհեռացվի, եթե չէ, արդեն հսկողություն ուղղակի կսահմանվի, տանի մեկ անգամ կգան կնային խալը։ Մարդը ինքնուրույն չի կարող հասկանալ խալը վտանգավոր է թե ոչ։ Տեսանելի տեսքով կարող է նաեւ լինել, այս վերջերս ուրեմն մի հատ կին իր ամուսնու մոտ տեսել էր Բասկի շրջանում, գոյացություն զանգեց ինձ բժիշկ ջան, իմ ամուսինը վախում է չի գալիս, իմ մոտ, ասի ես ինձ նկար էր ուղարկել, նայեցի, ասի չէ, անպայման ասեք թող գա։ Եկավ ու դերմատոսկոպիկ քննություն արեցի, մելանոմա էր։ Ես այդ տղային ու այդ տղային այնպես ժպտաց, որ կինը համոզել էր, ընդամենը 1 ամիս էր։ Ու հեռացրեցինք, ոչ մի մետաստազ, ոչ մի բան չկար, հեռացրեցինք, ես իրան ասում եմ, դու քո կնոջը շատ պետք է սիրես, որովհետև այնքան է համոզել քեզ, որ եկել ես մեզ մոտ, որ կյանքդ փրկվեց։ Եթե մի քիչ էլ մնար, արդեն տարածում էր լինելու։ Ու շատ է դեպքեր եղել, որ երբ որ ուշ են դիմել, արդեն ավշահանգույցներում մետաստազներ են եղել։ Այսինքն սկզբնական փուլերում երբ դիմում են, դա հեշտորեն կարողանում են հեռացնել եւ իրենք մոռանում են այդ մելանոմայի մասին։ Եվ եթե մելանոմա է, վաղ շրջանում հեռացնելուց 95% կյանքը կարող է փրկվել բուժառուի վաղ փուլում, բայց դեպքեր են լինում, որ մարդիկ ասում են խալին պետք չի ձեռ տալ, այդ միֆը բերում է մարդկանց կյանքի վատ հետևանքների։ Այո, տարածված այդ կարծիքը կա, որ եթե խալին ձեռք տաս կամ կշատանա կամ կչավերականա։ Դրա համար միշտ մեր բուժառուներին ես այդ միֆը բացատրում եմ։ Ինչն է կարևոր, որ պետք չի այդպեսի միֆերով ապրել։ Պետք է ժամանակին դիմել բժշկի, բժիշկը այդ ամենը հստակեցնի եւ իրենց համար էլ այդ ամենը պարզ կլինի։ Բայց ոչ գալիս են արդեն բարդացած վիճակում, արդեն կյանքի ցուցում կա այստեղ, բայց իրանք դեռ այդ միֆերով ապրում են։ Շատ ցավոտ է դա։ Խոսենք նաև բուժման եղանակներից, դրանք լինում են վիրահատական եւ լազերային, որ դեպքում է կատարվում։ Ցանկացած խալ սովորաբար ինքը եթե հետազոտվում է, բժիշկն է որոշում հեռացման տարբերակները, բայց պիգմենտային խալերը սովորաբար լազերով հեռացնել չի կարելի, որովհետեւ այն կարող է իր մեջ ատիպիկ բջիջներ պարունակել, որը հենց դերմատոսկոպիկ պատկերով այդքան էլ տեսանելի չլինի։ Դրա համար պետք է նաև կատարել հյուսվածքաբանական քննություն։ Բայց անպայման դերմատոսկոպիկ քննությունը անհրաժեշտ է այստեղ։ Իսկ վիրահատականը։ Իսկ վիրահատականը դե եթե արդեն կասկած է չարորակ ուռուցք, պետք է վիրահատական միջոցով անել։ Խալերը հեռացնելիս սպիեր մնում են։ Այո, կարող են սպիներ մնալ, դա վիրահատական տարբերակ է, որը հնարավոր է իր կողմնակի դրսևորումներից է դա խալի, որը կարող է այո մնալ։ Դե այդ դեպքում էլ կասեն, բա մենք սպիովին չանենք։ Չէ, այդ էլ է շտկելի, որովհետեւ սովորաբար լինում է, որ մենք հեռացնելուց հետո սպի է լինում, մենք արդեն դա այլ լազերային միջամտությամբ կարգավորում ենք, շտկում ենք։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք մաշկաբան Էդգար Ադելխանյանի հետ։